Բարև ձեզ, Երևան Today-ի հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղտեխնոլոգ վերլուծաբան Վիգեն Հակոբյանին։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսօր կկայանա Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու գործով դատական նիստը, որը արդեն երրորդն է կարծես, չէ։ 3 անգամ երկարացնում են կալանքը եւ 3 անգամ էլ նոր մեղադրանք են հավելում։ Սամվել Կարապետյանը ընդամենը աջակից խոսք է ասել եկեղեցու նկատմամբ։ Այդ մեկ խոսքից հետո լավ քանի անգամ կարելի է, քանի մեղադրանք կարելի է ավելացնել։ Գիտեք, ես կարծում եմ հենց պատճառը նրանում է, որ սկզբնական մեղադրանքը, որով ըստ էության իրականացվեց ձերբակալումը, կալանավորումը եւ այլը, այսպես ասենք, ընդհանրապես որևէ քննադատության չի ենթարկվում, որովհետեւ տվյալ պարագայում դա կլասիկ օրինակ է, որտեղ մարդուն իր ոչ թե նույնիսկ քաղաքական հայացքների համար, այլ խեղճի ազատությունը իր իրագործելու համար, այսինքն հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի քննադատական մոտեցում ցուցաբերելու համար այդ մարդուն, այսինքն տարան ի վերջո կալանքի, հա, այսինքն այստեղ ընդհանրապես որևէ քննադատության չի ենթարկվում այս ամեն ինչը, երբ ասում են, որ կար կոչ, չգիտեմ, հեղաշրջման, սահմանադրական կարգի տապալման եւ այլը, արդեն նույնիսկ չեմ հիշում ինչեր են ասել այդ առումով։ Նախ եւ առաջ պարզ է, որ այնտեղ չկար ընդհանրապես քաղաքական որևէ ելույթ, ել չեմ խոսում կոչ։ Նորից եմ ասում, այստեղ զուտ հայ առաքելական եկեղեցու հետևորդը իր վերաբերմունքն է ցուցաբերում, թե ինչ է կատարվում հայ առաքելական եկեղեցու շուրջ, առավելևս որ այդ հետևորդը, տվյալ դեպքում Սամվել Կարապետյանը մեծ ավանդ ունի հայ առաքելական եկեղեցու, այսպես ասենք, ծրագրերում, մեծագույն ավանդ ունի այս առումով։ Այդ իսկ պատճառով, քանի որ հասկանալի է, որ այն մեղադրանքը կամ այն հոդվածը, որով իրեն կալանավորել են, դա ուղղակիորեն քաղաքական հետապնդում է նշանակում, եւ դա բավականին դժվար է հերամցնել թե երկրի ներսում, թե նաև արդեն երկրից դուրս մենք տեսնում ենք, որ միջազգային տարբեր ատյաններում ինչ վերաբերմունք կա այս process-ի նկատմամբ, փորձում են քրեական ինչ որ մի այլ հոդվածով Սամվել Կարապետյանին պահել բանտում։ Եվ տվյալ պարագայում, երբ խոսքը հիմա գնում է արդեն փողերի լվացման մասին, սա նույնպես, այսպես ասենք, իշխանության տեսակետից իր մոտիվացիան ունի, որովհետև իրենք փորձում են այնպիսի մի հոդված հրամցնել Սամվել Կարապետյանին, որը որ միջազգային ասպարեզում, ասենքն համապատասխան շրջանակներում ինքը բավականին վատ համբավ ունի այդ հոդվածը, փողերի լվացումը դա համարվում է ամենածանր հոդվածներից մեկը, որտեղ փողերի լվացումը ենթադրում է, որ ֆինանսավորում են այդ փողերը լվանալուց հետո ֆինանսավորում են տերորիզմը, զենքի ապօրինի վաճառքը, չգիտեմ, թմրանյութերը եւ այլն, այսինքն փողերի լվացումը ասոցիացվում է նման կարգի եւ ժողովուրդն էլա, չէ, ագրեսիվ ավելի ընդունում այդ մեղադրանքը։ Ժողովուրդը իհարկե դրսի մասին է խոսքը, որովհետև ես չեմ կարծում Հայաստանի ժողովուրդը հենց առանձնապես առաջինը լուրջ է վերաբերում նման մեղադրանքներին Սամվել Կարապետյանի հանդեպ, երկրորդը մեզ մոտ, այսպես ասենք, դա այնքան տրենդային բան չի, մոտեցում չի, այս տրենդային մոտեցում չի, այսինքն փորձել են միջազգային ստանդարտների մեջ, եթե կարելի է այսպես ասենք, միջազգային ստերեոտիպների մեջ մտցնել Սամվել Կարապետյանի կալանավորումը։ Սա է պատճառը, ես կարծում եմ, որովհետև նորից եմ ասում, սկզբնական այդ մեղադրանքը ակնհայտորեն որևէ աղերս չունի քրեական ինչ-որ մի բանի հետ, ակնհայտորեն քաղաքական հետապնդում է, Սամվել Կարապետյանը ակնհայտորեն պարզ է, բոլորին է պարզ, որ քաղաքական բանտարկյալ է եւ փորձում են հոդվածը փոխել, մտցնել, այսպես ասենք, միջազգային կլիշեների մեջ։ Իսկ ձեր կարծիքով մինչև երբ են պահելու կալանքի տակ մինչև ընտրություններ։
Գիտեք, ես մի քանի անգամ ասել եմ, իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին որպես պատանդ է պահում, հույս ունենալով, որ հույս է ունեցել համենայն դեպս ի սկզբանե, հույս է ունեցել, որ կարելի է գնալ ինչ-որ բանակցությունների կամ կգան բանակցությունների, ընդ որում թե Սամվել Կարապետյանը իր թիմակիցների հետ, թե արտաքին ինչ-որ խաղացողներ գուցե կգան կոպիտ ասած բազարների մեջ մտնել, բայց տվյալ պարագայում ամենայն հավանականությամբ նման գործողություններ չեն եղել եւ իշխանությունը իմ կարծիքով հիմա փակուղում է ինչ անել Սամվել Կարապետյանի հետ, Սամվել Կարապետյանի գործոնի հետ, որովհետեւ մյուս կողմից Սամվել Կարապետյանին բանտում պահելով ոչ միայն Սամվել Կարապետյանին քաղաքական գործոն դարձրեցին, այնինչ չկար միջև Սամվել Կարապետյանի ձերբակալումը, այլ նաև նրա քաղաքական կշիռը աստիճանաբար եւ նույնիսկ ես կասեի ոչ թե աստիճանաբար, այլ բավականին արագ եւ սրընթաց մեծանում է եւ սոցիոլոգիական հարցումները, որոնք հրապարակվել են եւ որոնք որքանով ես հասկանում եմ չեն հրապարակվել եւ ավելի շատ նույնիսկ հայտնի են հենց Նիկոլ Փաշինյանին, քանի որ ենթադրում եմ, որ շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ հատուկ սոցիոլոգիական հարցումներ են անցկացվում, ինքը տեսնում է, որ վարկանիշը բարձրանում է անընդհատ եւ տվյալ պարագայում ինքը փակուղու մեջ է։ Ես կարծում եմ ինքը չգիտի հիմա տվյալ պարագայում ինչ անի Սամվել Կարապետյանի հետ եւ շարունակում է հույս ունենալ, որ պահելով նրան որպես պատանդ, կարող է ինչ-որ բանակցություններ, սակարկություններ սկսել տվյալ դեպքում Սամվել Կարապետյան պատանդի շուրջ։ Այնպես որ ասել, թե ինչքան դա կարող է տևել, դա մի քիչ բարդ հարց է, որովհետև իշխանությունն է դա չգիտի։ Ուղղակի հոդվածները փոխելով անընդհատ տարբեր միջազգային ինչ-որ բաներով միջազգային հանրության ականջի համար քիչ թե շատ հասկանալի եւ սարսափելի ձևակերպումներ տալով իր ճակերտավոր հանցանքին փորձում է ժամանակ շահել եւ տեսնել ինչ կստացվի, ով կմոտենա, այսպես ասենք, հետը սակարկելու համար։ Պարոն Հակոբյան, 8 ամիս հետո Հայաստանում տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները։ Բացի պայքարի հիմնական մասնակիցներից, դաշտում հայտնվում են նոր տարբեր քաղաքական ուժեր։ Նախ կցանկանայի ներկայացնեք, թե դուք ում եք համարում հիմնական այդ մասնակիցների։ Գիտեք, նախ եւ առաջ, որպեսզի մենք ասենք ովքեր են հիմնական մասնակիցները, մենք պետք է նախ եւ առաջ արձանագրենք ովքեր են արդեն հայտարարել, որ իրենք մասնակցելու են ընտրությունների, որովհետեւ ասենք նույն տիտուլային մեր ընդդիմության շարքերում, օրինակ նույն հանրապետականները դեռևս չեն հայտարարել, իրենք մասնակցելու են, չեն մասնակցելու, ավելին նույնիսկ պահեր են եղել, երբ ավելի հակվածություն է եղել չմասնակցելու, այսինքն հանրապետականը իր ճանապարհն է տեսնում իմպիչմենտի գործընթացի միջոցով, որին հիմա, այսպես ասենք, մասնակից են դարձել նաև Հայաստան դաշինքի պատգամավորները։ Այնպես որ ասել ովքեր են գլխավոր մասնակիցները, այս առումով մենք երևի թե որոշակի վերապահումով պետք է վերաբերվենք, որովհետև խոսում ենք նրանց մասին, ովքեր որ կան, ովքեր որ արդեն հայտարարել են դրա մասին։ Ինչպես հայտնի է, Հայաստան դաշինքը բավականին արդեն երկար ժամանակ է, որ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որ իրենք մասնակցելու են ընտրություններին, ընդ որում ամենայն հավանականությամբ երևի Ռոբերտ Քոչարյանի հենց գլխավորությամբ մասնակցության ուղղակի հայտ են ներկայացրել փաստացի նաև Սամվել Կարապետյանի առայժմ մեր ձևով շարժումը, որը որ պլանավորում է մոտ ժամանակներս կուսակցության վերածվել։ Վերջերս նաև հայտ ներկայացվեց Արման Թաթոյանի կողմից, այսինքն իրենց նախաձեռնությունը դարձնել կուսակցություն եւ մասնակցել, քանի որ ինքը նույնիսկ ասացին, որ ինքն է վարչապետի թեկնածուն, սա նշանակում է խորհրդարանական ընտրությունների է մասնակցելու։ Տեսեք, ես կարծում եմ ամեն դեպքում սա այն ուժերն են, որոնք այս պահի դրությամբ երևում է, որ մասնակցելու են, այսինքն հայտ են ներկայացրել, ուղղակի հայտ են ներկայացրել, նաև Ծառուկյան, Գագիկ Ծառուկյանն է հայտարարել, որ մասնակցելու են ընտրությունների նոր թիմով եւ որոշակի նախաձեռնությամբ է հանդես եկել։ Ես կարծում եմ այս մասնակիցների մեջ համենայն դեպս եթե մենք պետք է հիմնվենք ինչ-որ մի
տվյալի վրա, տվյալ պարագայում բավականին լուրջ շանսեր ունեն ոչ միայն անցնել խորհրդարան, այլ նաև որոշակի եղանակ ստեղծել եւ հաջողության դեպքում, եթե եւս 1-2 ընդդիմադիր ուժեր անցնի կոալիցիա ձևավորել, արդեն իշխանական կոալիցիա, դա Հայաստան դաշինքն է, մեր ձևով շարժման հիմքի վրա ստեղծվող կուսակցությունն է, այս երկուսը կարծես թե արդեն կան սոցիոլոգիական նաև հարցումներ, որոնք ցույց են տալիս, որ բավականին կարող են պատկառելի տոկոսներ ունենալ, դա էլ փոփոխական է, որովհետև դեռ նախընտրական կամպանիա այնուամենայնիվ ես համարում եմ ընդդիմությունը չի սկսել, իշխանությունը սկսել է, ընդդիմադիր սեգմենտի մասին ենք խոսում, մնացածը դեռևս նոր են սկսում։ Նույնիսկ այն ուժերը, որոնց մասին ես խոսեցի, որոնք ասում են, որ իրենք մասնակցելու են ընտրություններին, իրենք նոր են սկսում, նոր են ձևավորվում, նույնիսկ որպես կուսակցություններ չեն ձևավորվել, մենք կտեսնենք ինչպես կաշխատեն, ես կարծում եմ շանսեր կարող են լինել։ Ես չեմ բացառում, որ ընդդիմադիր 3 առնվազն ուժ կարող է խորհրդարան անցնել, նույնիսկ գուցե 4, որոնք ես լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում, որ իրենք կարող են հետագայում նաև յետընտրական կոալիցիա ձևավորել, եթե ամեն ինչ նորմալ լինի, նաև ըստ էության որը կարող է դառնալ ապագա իշխանության կոալիցիա։ Բնականաբար, եթե խոսքը գնում է նաև իշխանության մասին, ապա ես կարծում եմ պարզ է, որ իշխանությունը ամեն դեպքում անցնում է խորհրդարան, ԿՊ-ն քաղաքացիական պայմանագիր է, բայց չեմ կարծում, որ իրենց այսօրվա ռեսուրսները, այսօրվա իրենց տոկոսը բավարարում է, որպեսզի իրենք միանձնյա կարողանան 50+1%-ով, ասենք, իշխանություն ձևավորել, այս առումով իսկապես իրենց շանսերը բավականին շատ մեծ պրոբլեմատիկ են, իհարկե փորձ կարվի նաև որևէ սպոյլեր կուսակցության միջոցով, սատելիտ կուսակցության միջոցով, որը որ գուցե կներկայանա, չգիտեմ, պրոարևմտյան ընդդիմադիր այդ պակասող տոկոսները համալրել, բայց հիմա էլ դժվար է դեռևս ասել, թե ինչ կստացվի, բայց ամեն դեպքում ես նորից եմ ասում, ես կարծում եմ շատ մեծ պրոբլեմ է լինելու իշխանության համար լեգիտիմ եղանակով, շեշտում եմ, լեգիտիմ եղանակով վերարտադրվել։ Գործիչներ կան, որ միայն ընտրություններից ընտրություն են արթնանում, այսպես ասած, տպավորություն է ստեղծվում, որ նրանք ներդրված են ձայներ փոշիացնելու համար։ Ճիշտ հասկացա, որ դուք էլ նոր դրա մասին եք խոսում։ Գիտեք, ես տվյալ դեպքում իհարկե խոսում եմ ավելի շուտ այն կուսակցությունների մասին, որոնք ոչ միայն այսպես ասենք ընտրությունից ընտրություն են արթնանում, արանքում էլ են այսպես ասենք աշխատում, նույնիսկ տեղական ինքնակառավարման ընտրություններում են մասնակցում, որոշակի ձայներ են ստանում, դա այն կուսակցություններն են, տվյալ դեպքում ես որ ասում եի, քաղաքական կամ ուժերը, մարդ կուսակցությունները, որոնք այնուամենայնիվ կարող են անցողիկ լինել, անցողիկ շեմ անցնել եւ ըստ էության աջակցել քաղաքացիական պայմանագրին տվյալ դեպքում, բայց սա մի կատեգորիա է, կա մյուս կատեգորիան, որոնք իսկապես այսպես 4-5 տարի մեկ են արթնանում, ի հայտ գալիս, դրանք ըստ էության կոմերցիոն պրոյեկտներ են, դրանք քաղաքական կոմերցիոն պրոյեկտներ են այն առումով, որ քաղաքականության վրա հնարավոր է ֆինանսական բարեկեցություն ունենալ, նման կուսակցությունները, եթե տեխնոլոգիայի տեսակետից վերցնենք, իրենք ոչ միայն իրենց ֆունկցիան ոչ միայն փոշիացնելն է ձայները, որոնք հետագայում բաշխվում են, այսպես անցողիկների միջև եւ կարող են ինչ որ չափով վնաս տալ նույն ընդդիմությանը եւ օգուտ տալ, ասենք, իշխանությանը, այլ նաեւ իրենք շատ դեպքերում քարոզչական տեսակետից այն սևագործ գործն են անում, այն ինչ որ իշխանությունը չի ուզում ասել, իրենք են ասում, այսինքն ասենք թիրախավորում են օրինակ այս կամ այն ընդդիմադիր ուժին, թիրախավորում են այն թեմաների շուրջ, որոնք նորից եմ ասում, նույնիսկ իշխանությունը իրեն թույլ չի տալիս տվյալ պարագայում, այսինքն սա սովորական տեխնոլոգիաներ են, սովորական մեթոդներ են, որոնք օգտագործվում են, այնպես որ ես համոզված եմ, որ կլինեն եւ իսկապես անցողիկ, կլինի իմ կարծիքով հնարավոր է մեկ սպոյլեր կուսակցություն պրոիշխանական ընդդիմության այդ բանում, ընդդիմության անվան տակ,
բայց որը որ հետագայում կարող է փորձել իշխանության հետ, այսպես ասենք, կոալիցիա ձևավորել, ինչպես եղավ Երևանի ընտրություններում, Երևանի հավաքանու ընտրություններում, մասնավորապես Հանրապետություն կուսակցության մասին էր խոսքը, տվյալ պարագայում չեմ բացառում նաև Հանրապետության մասշտաբով այդպիսի մի բան կարող է լինել, երկրի մասշտաբով, բայց կլինեն նաև մի շարք քաղաքական ուժեր, որոնց ֆունկցիան ավելի շուտ լինելու է կոմերցիոն քարոզչական առումով եւ ձայները փոշիացման առումով։ Հասարակության մի զգալի հատված ունենք, որոնք լինելով ընդդիմադիր, այնուամենայնիվ անտարբերություն են ցուցաբերում։ Այդ մարդկանց ինչպես կարելի է կոնսոլիդացնել։ Ընդհանրապես դա ամենագլխավոր առաջի նպատակը բոլոր մասնակից ընդդիմադիր կուսակցությունների դա իմ կարծիքով բարձր մասնակցություն ապահովելն է, որովհետև բարձր մասնակցության պարագայում իշխանության հնարավորությունները ել ավելի են սուղ դառնում, որովհետև մասնակիցների քանակից է հաշվվում այն տոկոսը, որ յուրաքանչյուր մասնակից կուսակցություն ստանում է, ինչքան փոքր է այդ տոկոսը, այնքան քիչ ձայներով կարելի է, այսպես ասենք, մոտենալ 50+1-ին, հա, այս առումով։ Ես կարծում եմ ամենագլխավոր խնդիրներից մեկը ցանկացած ընդդիմադիր մասնակից ուժի համար դա պետք է լինի նախ եւ առաջ մասնակցության տոկոսը բարձրացնել։ Դա թե քարոզչական առումով, օրինակ այսպես բացատրելով, որ եթե դու չես մասնակցում ընտրություններին, դա նշանակում է դու աշխատում ես օգուտ իշխանության, որովհետև իշխանության էլեկտորատը սովորաբար լավ կազմակերպված է լինում, որովհետև վարչական ռեսուրսն է դա կազմակերպում, այսինքն տարբեր մեխանիզմներով սովորաբար այդ ռեսուրսը, իշխանական էլեկտորատը ինքը բերվում է, օրինակ տեղամասեր, իրենք ցուցակագրված են, իրենք վախեցած են, իրենք ահաբեկված են լինում եւ սովորաբար այս կամ այն ձևով իրենց բերում են հասցնում են այնտեղ, ընդդիմությունը նման ռեսուրսներ բնականաբար չունի, ընդդիմությունը պետք է հաշվի առնի, պետք է ապավինի, այսպես անդիմադիր ձեր ասած, բայց գուցե անհավես կամ պասիվ ընտրազանգվածի գիտակցության վրա։ Այնպես որ դա պետք է բացատրել, որովհետև սա սովորական մաթեմատիկա է։ Քիչ մասնակցության պարագայում 50+1-ը ավելի հեշտ է հասնել 50+1-ին։ Սա մեկ, երկրորդը, գիտեք, եթե ես կարծում եմ զուգահեռաբար, եթե յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ, մենք պարզ է, որ դրա պակաս չի լինելու, յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ իր ընտրազանգվածին կարողանա բերել, արդեն բարձրանալու է այդ մասնակցության քանակը, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, նաև վերջի թիմ ընտրությունների փորձն է ցույց է տալիս, որ այդ մասնակցությունը համենայն դեպս շատ ցածր դժվար թե լինի, ինչպես ասենք Երևանի հավաքանու ընտրություններում եղավ, 28% էր, եթե չեմ սխալվում, այդքան էլ չէր հասնում կամ հասնում էր, չեմ կարծում, որ շատ ցածր լինի ամեն դեպքում, բայց պետք է առաջի հերթին նորից եմ ասում, զբաղվեն այդ հարցով եւ զուգահեռաբար կամ միայն դրանից հետո ամեն մեկը փորձի մրցակցային առավելություն ստանալ թե ընդդիմադիր գործընկերների նկատմամբ, թե իշխանության հակառակորդի նկատմամբ այս առումով։ Ի վերջո, գիտեք, նաեւ երբ ասենք բացի տիտուլային ընդդիմությունից ընտրություններում մասնակցում են նաեւ նրանք, ովքեր որ հավակնում են պայմանական երրորդ ուժ լինել, տվյալ պարագայում եւ Սամվել Կարապետյանի գլխավորած ապագա քաղաքական ուժը հավակնելու է որպես այլընտրանք լինել ամեն ինչին եւ հավանաբար Արման Թաթոյանի գլխավորած ուժն էլ է հավակնելու որպեսի փորձի իր հատվածը այդ պասիվ ընտրազանգվածից ստանել, ես այստեղ նույնիսկ ասեմ, որ կարող են այդ նույն զանգվածը, այդ պասիվ զանգվածի տարբեր հատվածներ քվեարկեն տարբեր բաների համար, տարբեր պոտենցիալ երրորդ ուժ հավակնորդների օգտին, տվյալ պարագայում դա նույնպես նշանակում է, որ մասնակցությունը կարող է ավելանալ։
Այսինքն յուրաքանչյուրը կարող է իր սրտի քաղաքական ուժին, սրտի լիդերին, հա, գտնել հիմա տվյալ։ Ես կարծում եմ ամեն դեպքում ընտրություն կա։ Այսինքն այստեղ իշխանության հերթական անգամ գծվող նարատիվների շրջանակում չի լինելու այդ ընտրությունը ընդհանուր։ Այսինքն ընտրելու բան կա, այլ հարց է, որ նաև համապատասխան մթնոլորտ պետք է լինի, որովհետև ընտրությունը ընդհանրապես առհասարակ դա ըստ էության փողոցում եղած կամ պայմանական խոհանոցում եղած տրամադրությունների զուտ ֆորմալ արձանագրումն է, ասենք այդ տրամադրությունները փողոցում ինչ վիճակ է, փողոցում պետք է արդեն հաղթած լինես կամ ձեր տանը հաղթած լինես, շենքում հաղթած լինես, որպեսզի այդ նույն տրամադրությունը արձանագրվի այնտեղ, այդ ընտրատեղամասում։ Ձեր նախորդ հարցիս ի պատասխան դուք մի այսպիսի արտահայտություն արեցիք, սովորական տեխնոլոգիա է։ Այդ սովորական տեխնոլոգիաների համաձայն սովորաբար ընտրություններից առաջ իշխանությունը, որը ուզում է վերընտրվել, փորձում է սիրաշահել հասարակությանը, անել բաներ, որոնք ժողովրդին դուր են գալիս։ Հիմա իշխանությունը կարծես հակառակն է անում։ Ինչ կասեք սրա մասին։ Գիտեք, իշխանությունը ոչ թե ես համաձայն չեմ, որ միայն հակառակն է անում, որովհետև երբ իշխանությունը ասում է, որ օրինակ ծառայությունը բանակում 2 տարուց դարձնելու է 1.5 տարի, դա ուղղակի այսպես կարելի ասել ինտրակաշառքի նման մի բան է առհասարակ։ Այսինքն այս առումով կամ երբ իրենց տապալումը օրինակ այդ բանին հայտարարագրի թեմայում հարկերի հայտարարագրման թեմայով իր տապալումը ինքը ուզում է ձևակերպել որպես մեծ լավություն, պարզ լավություն ժողովրդին, հա, դա նույնպես, այսպես ասենք, այդ սերիայից է։ Բայց մյուս կողմից ազգային արժեքներին են, չէ, թիրախավորում։ Գիտեք, ընդհանուր առմամբ մեր իշխանությունները, Հայաստանի իշխանությունները, իրենք համենայն դեպս այն վերնախավը, որը որ զբաղվում է մեծ քաղաքականությամբ, մեծ քաղաքականությամբ իրենց բանով, իրենց լեվելի վրա, իրենց պատկերացրած մեծ քաղաքականությամբ, իրենք շատ լավ հասկանում են, որ առանձնապես մեծ շանս չունեն, քան իրենց էլեկտորատը կա իրենց վրա քաշել, այսպես ասենք։ Իրենք փորձում են իրենց ընտրազանգվածին գոնե պահպանել տվյալ պարագայում, որովհետև նույնիսկ այս խաղաղության պայմանագրի նախաստորագրման այս շոուն, որը որ փորձեցին ներկայացնել որպես արդեն խաղաղություն ինքը առանձնապես մեծ ազդեցություն չթողեց եւ դա իշխանության եւ վարչապետի նյարդային կեցվածքից էր երևում, որ անընդհատ ասում է ժողովուրդ, հասկանում եք, արդեն խաղաղություն է, բայց դուք չեք հասկանում, մենք պետք է փայփայենք, բանտիկով կապենք, չգիտեմ, այնտեղ հիշում եք այն մանուկի պես, երեխու պես մի խոսքով պարֆյում անենք եւ այլը, լողացնենք այդ խաղաղությունը եւ այլը, դուք չեք հասկանում, մենք արդեն խաղաղության մեջ ենք, նույն սոցիոլոգիական հարցումներ ցույց տվեցին, որ այդ պահին որպես այսպես ասենք առաջնային ռեակցիա հասարակության կողմից ընդամենը 3.5%-ի ինչ որ ավելացում եղավ, որը որ ամեն դեպքում ես համոզված եմ, որ եթե հիմա այդ հարցումը անեն, արդեն այդ էֆեկտը, այդ էմոցիոնալ էֆեկտը, այդ բանի էյֆորիան կամ սուտը ճշտից դեռևս չզանազանելու էֆեկտը արդեն անցել է, ես կարծում եմ էլի եկել է մոտորապես այդ 15%-ի մեջ ընդհանուր առմամբ։ Իրենք աշխատում են իրենց ընտրազանգվածի համար, այսինքն այդ ինչ որ իրենք անում են, այսինքն դա ընտրազանգված է, որը որևէ արժեքային համակարգ առանձնապես չունի, կամ եթե ունի, հենց այդ արժեքային համակարգն է, որը որ իրենց առաջարկվում է, բայց ավելի շատ դա այն ընտրազանգվածն է, որը որ իր կայուն ցեմենտ-բետոնային այդ բանն է, ընտրազանգվածն է, որը որ որևէ ձևով ոչ պակասելու է, ոչ էլ առանձնապես ավելանալու է։ Այսինքն ինչպես ընդդիմությունը իրենց վրա չպետք է աշխատի առանձնապես ժամանակ չկորցնի, այնպես էլ իրենք էլ շատ լավ հասկանում են, որ լեգիտիմ տարբերակով, քարոզչական տարբերակով լուրջ զանգված, թե ընդդիմությունից, թե նույնիսկ այդ ապաթիայի մեջ գտնվող пассив զանգվածից իրենք չեն տանելու։ Այդ իսկ պատճառով իրենք հիմնական թիրախը հենց իրենց ընտրազանգվածն է, գոնե որ այդտեղ
այդտեղ չկորցնեն այս առումով։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, իրենց չի հաջողվելու խաղաղության թեզը վաճառել ժողովրդի վրա։ Ես կարծում եմ, որ իրենք ամենայն դեպս այս նախաստորագրման գործընթացը, այդ գործոնը, որը որ իրենք արդեն իսկ չէ, ուզում են ներկայացնել որպես արդեն կայացած փաստ, խաղաղություն եւ այլ, իրենց չի հաջողվել ամեն դեպքում։ Չի հաջողվել, չի հաջողվում եւ դա օբյեկտիվ պատճառներ ունի, որովհետեւ երբ իրենց գործընկերը որը որ ավագ պարտների դերակատարում ունի, Ադրբեջանը անընդհատ նույն նարատիվներով է խոսում, նույն թեմաներով է խոսում, ինչ մինչև օգոստոսի 8-ի ստորագրումը, նույն բանն է խոսում, ոչ մի բան չի փոխվել։ Իր բառապաշարում, իր լեքսիկոնում, իր, չգիտեմ, տոնայնության մեջ առհասարակ, նորից եմ ասում, ավագ պարտներն է, բանում այս գործընթացում ապա բոլորը հասկանում են, նորից եմ ասում, առաջի ռեակցիան կարող է լինել, որ հա, ոնց որ թե ինչ-որ մի բան, Տրամփն էլ այնտեղ նստած էր, երկուսի ձեռքերն է սեղմում է, բան, բայց հետո մեկ էլ պարզվում է, որ բան չի փոխվում առհասարակ, հա, բոլորն էլ հասկանում են, հա, արգումենտ չի կարող հանդիսանալ միայն այն, որ տեսեք չենք կրակում, բոլորը հասկանում են, որ ժամանակ է ուզել, որպեսզի, այսպես ասենք, ասի, որ խաղաղություն է, որպեսզի նախընտրական այս փուլում կարողանա անցնել բարեհաջող այս ամեն ինչը եւ որից հետո արդեն բավարարի մնացած բոլոր պայմանները, որի մասին իմիջիայլոց Վարշավայում Արարատ Միրզոյանը ինքնախոստովանություն էր արել կամ խոստովանություն, որ Ադրբեջանը ինչ որ նախապայմաններ է դրել այսինքն դա արդեն օգոստոսի 8-ից հետո էր, վերջերս էր, նախապայմաններ է դրել, այսինքն աստիճանաբար այն զանգվածը, որը որ հակված չէ մոլորության մեջ մտնելու, այսինքն կրիտիկական բան ունի, կրիտիկական ուղեղ ունի, այսինքն կրիտիկական քննադատական, այսպես ինքնակննադատական մտածելակերպ ունի, իրենք ամեն դեպքում վերադառնում են իր շրջանությունին հասկանալով, որ ամենևին էլ այդպես չէ, ինչպես փորձում են ներկայացնել։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ նույնիսկ եթե փաստաթուղթը ստորագրվի, ասենք օրինակ ապրիլ ամսին, ֆանտաստիկայի ժանրից, դա չեմ նույնիսկ քննարկում, ֆանտաստիկայի ժանրից է, թե բելետրիստիկայի ժանրից է, թե պոեզիայի, նույնիսկ եթե ստորագրվի, միևնույն է որակական առումով դա որևէ բան արդեն չի փոխում, որովհետև այդ փուչիկը, այդ էֆեկտը, այդ գոլոշին արդեն բաց է թողի իշխանությունը։ Իշխանությունը իմ կարծիքով, օրինակ ինձ համար մի քիչ զարմանալի ֆալստարտ է արել։ Այսինքն, եթե ընտրությունը իսկապես հունիսին է լինելու, այլ ոչ թե պայմանական արտահերթ ընտրություններ օրինակ դեկտեմբերին, ապա ժամանակի շուրջ այդ գոլոշին բաց է թողվել։ Իսկ հնարավոր համարում եք արտահերթ ընտրություն։ Հնարավոր համարում եմ արտահերթ ընտրությունները, դա գնահատականի հարց է, դա իշխանության, այսպես ասենք, որոշելիքն է, որովհետև եթե իշխանությունը համարի, որ ժամանակը իր դեմ է աշխատում, ապա կշտապի շատ արագ անել, որովհետև նման պարագայում միշտ իշխանությունը հիմնականում առավելություն է ունենում տեմպի մեջ, որովհետև ինքը արդեն գիտի, ինքը արդեն պատրաստվել է, սովորաբար ընդդիմությունը ավելի քիչ շահեկան դիրքում է գտնվում, իսկ մեր պարագայում նաև կան քաղաքական ուժեր, որոնք դեռ ձևավորման փուլում են գտնվում, նույնիսկ իրավաբանորեն դեռևս որպես քաղաքական միավոր չեն գրանցված։ Այսինքն այդտեղ իրենք տեսականորեն կարող են չհասցնել։ Իհարկե դա չի նշանակում, որ հենց այդպես էլ լինելու է, որովհետև տարբեր ֆորմատներ կան։ Այսինքն Հայաստանում գոյություն ունեն, ես չեմ հիշում, քանի գրանցված կուսակցություն, արդեն չեմ հիշում, բայց երևի մոտ մի 100 կուսակցություն կլինեն, այսինքն որոնք միշտ էլ կարող են այդ տանիքով կարող ես մասնակցել, ինչպես շատերը թիմ ընտրություններում մասնակցում են այնց ֆանտաստիկ անունով, ասենք, բայց մի 20 տարի առաջ գրանցված կուսակցության բանի ներքո, հովանոցի ներքո, հա, անվան տակ, հա, այսինքն դա իհարկե պրոբլեմ է, բայց ամենամեծ պրոբլեմ չի, բայց իշխանությունը կարող է գնալ արտահերթի, բայց Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ նման ռիսկի կարող է եւ չգնալ, որովհետեւ
որովհետև նախ եւ առաջ դա ռիսկային է, որովհետև չես կարող ամեն ինչը հաշվես, այդ թվում նաեւ արտաքին գործոնները հաշվի առնելով, ով ինչպես իրեն կպահի, որովհետև այն կոնսենսուսը, որ կար նույն 21 թվականին, ել չեմ խոսում 18 թվականի մասին, աշխարհաքաղաքական մենք տեսնում ենք առանձնապես չկա։ Դե նաեւ ինքը համարում է, այսինքն ռիսկ կա իր մոտ, նաեւ ինքը համարում է, որ դեռևս ինքը ունի ռեսուրսներ, ռեզերվներ։ Ասենք մայիսին պետք է Երևանում կայանա քաղաքական համայնքի, Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթաժողովը, որտեղ ներկայ են լինելու, ասենք, տարբեր երկրների առաջնորդներ, Մակրոններ եւ այլն եւ այլն, եթե իհարկե Մակրոնը այս իր ներսի ճգնաժամից կարողանա բարեհաջող դուրս գալ մինչեւ մայիս ամիսը եւ այլն։ Այսինքն ամբողջ տենց այդ ֆորմատը ենթադրում է առաջնորդների մասնակցություն, որոնց հետ նկարվելը, գիտեք, դա բանը, ամենից համարվում է որպես PR, ես չգիտեմ, ոմանց համար X գործչի հետ նկարվելը PR է, ոմանց համար, ասենք, ոմանց համար դա հակա-PR է, որովհետև չեն ընկալում այս մարդու հետ նկարված եւ այլն։ Սա է, բայց ամեն դեպքում, քանի որ հարցը այդպեսին է, հնարավոր համարում եմ, թե չէ, հնարավոր համարում եմ, ունի իր պլյուսները, ունի իր ռիսկները։ Հիմա պետք է իշխանությունը եւ Փաշինյանը ինքը գնահատի, որտեղ է այդ բալանսում, որ կողմն է ավելի ծանրակշիռ։ Իր համար, իհարկե, որից եմ ասում, ամեն դեպքում հիմա այնպիսի իրավիճակ է, որ արտահերթ ընտրություններ կարող է նախաձեռնել թերևս միայն հենց ինքը իշխանությունը, որովհետև փողոցը նման պահանջ չունի, փողոց չկա այս պահին, որ փողոցը կարծես թե ընդդիմություններ, թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական նման պահանջներ չի դնում, իհարկե կարող է լինել նաև արտաքին գործոնը, սովորաբար նաև արտաքինից են, արտաքին աշխարհից գեոքաղաքական հիմնական ուժերն են ազդեցություն ունենում այդ որոշումների վրա, բայց նման տենդենցիալ առանձնապես դեռևս չի երևում, այդ պատճառով ասում եմ, իշխանությունը ինքը պետք է ծանր թեթևանի, բայց քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն, որ կարող է լինել նաև այսպիսի վիճակ, ոմանց համար ֆորս մաժորային, ոմանց համար հաշվարկելու, այսինքն բացի պլան A-ից, որը որ ենթադրում է հունիսին 7-ին, եթե չեմ սխալվում, հերթական ընտրությունների անցկացումը, պետք է նաև ամեն դեպքում հաշվի առնել մոտակա 2 ամսվա համար, որ ով է իմանում, կարող է նաև այսպիսի տարբերակ լինել արտահերթ սխեմաներ։ Պարոն Հակոբյան, երեկ Եգիպտոսում համաժողովին Հայաստանի անունից ներկայացող անձ, ով գլուխ էր գովում, թե Թրամփի հեռախոսահամարն արդեն ունի, մի խոսքով Փաշինյանը Թրամփին հիշեցնում է, թե ով է նա։ Այդ տեսարանից հետո ինչպես կարող են մարդիկ հավատալ այդ խաղաղության խոստումներին, հա, Թրամփը նույնիսկ չի հիշում ում հետ էր խոսում։ Դե դրա մասին մենք խոսել ենք, ես կարծում եմ, որ առանձնապես այդ խոստմանը հավատացողները շատ մեծ չի այդ քանակը, այդ զանգվածը ընդհանուր առմամբ, ենթադրում եմ, որ եթե ուսումնասիրությունների վրա հիմնվենք, սոցիոլոգիական թե մասնագիտական, լավագույն դեպքում ամեն 5-րդը, գուցե 6-րդը ինչ որ փորձի հավատալ կամ ինքնախապեյությամբ զբաղվի այդ առումով, նորից եմ ասում, նույնիսկ եթե դա ստորագրվի, դա չի նշանակում, որ որևէ բան, որովհետև ընդհանրապես խաղաղությունը, խաղաղության փաստաթուղթը, խաղաղության մասին որևէ փաստաթուղթ դա ռազմաքաղաքական բալանս է արտացոլում։ Ռազմաքաղաքական բալանսը այսօր այնպեսին է, ընդհանրապես, եւ ամենակարևորը ձգտումները կողմերի այնպեսին են, որ ռազմաքաղաքական հավասարազորություն չեն ենթադրում առհասարակ։ Տվյալ պարագայում ավագ պարտների եւ պարտների միջև հարաբերություններ են եւ նույնիսկ այն 17 կետը, որի մասին այդքան շատ էր խոսվում եւ այլ, ես նույնիսկ նախապայմաններին հիմա չեմ անդրադառնում սահմանադրություն փոխել, չգիտեմ ինչ, որովհետեւ այդ պայմանները դրված է, չէ՞, տնային աշխատանք, միջև սահմանադրություն չփոխվի, չի ստորագրվելու, հա, բանը 17 կետը իրենք լուծում չեն տալի խաղաղության։ Իրենք արձանագրում են դե ֆակտո իրավիճակը, այնինչ որ կա։ Այսինքն իրենք չեն ենթադրում օրինակ Հայաստանի օկուպացված տարածքների ազատում,
Բայց կարող է դա նաև լինել նախապայման մեր կողմից։ Դե իհարկե, մեր կողմից շատ բան կարող է լինել, շատ ամենաէլեմենտար բանը ասեմ, ռազմագերիների հարցը, եւ ռազմագերիների եւ քաղաքական մեր ղեկավարության, Արցախի ղեկավարության պատանդավորման հարցը կարող է լինել, շատ հարցեր կարող էին լինել, հիմա դրա մասին նույնիսկ չենք խորանա, բայց ուզում եմ ասել, սա է իրավիճակը առհասարակ։ Այսինքն դա խաղաղության, դա արձանագրում է այսօրվա վիճակը, այսինքն հաղթողի եւ պարտվողի միջև վիճակը, սա ռազմաքաղաքական բալանս չկա, առավել եւս եւ ամենակարևորը, որ չկա երաշխավորող կամ երաշխավորողներ, հա, այս առումով։ Նույնիսկ այն ինչ որ ստորագրվեց, գիտեք, օգոստոսի 8-ին դա Տրամպը ոչ միջնորդ էր, ոչ առավել եւս գարանտ էր առհասարակ, որպեսզի ասենք ինչ որ բան, այսինքն հիմք ընդունել միայն այն, որ ասեց, որ եթե ինչ որ բան լինի, բան լինի զանգեք ինձ, հա, զանգեք, հա, հիմա հետաքրքիր է, իրոք հետաքրքիր է, ասենք, եթե WhatsApp-ով զանգում ես, ասենք ինչ է գրվում իր բանը։ Դե ադրգայի ես կարծում եմ, հա, կամ չգիտեմ ինչ, հա, ասենք հետաքրքիր է ինչ է գրվում, հա, այս առումով։ Եվ մենք տեսանք, որ օգոստոսի 8-ից հետո նույն Ալիևը տարբեր մակարդակի գագաթնաժողովում իր մնացած գործընկերները, պաշտոնյաները, ազգային ժողովի նախագահ, արտգործ նախարարները իրենք տարբեր ֆորմատներով շարունակում են այդ Զանգեզուրի միջանցքի մասին, ավելին ասեմ, ավելի պարզ, քան Ալիևն է ասել, երբևիցե ոչ մեկ չի ասել։ Ինքը ասում է Զանգեզուրի միջանցքը, որը որ հիմա կոչվում է տրիպ, հա, դա նույն Զանգեզուրի միջանցքն է։ Հիմա այդպես է կոչվում ամենայն դեպս։ Ավելին այդ խոսույթը, այդ տերմինը մտել է միջազգային բանի մեջ, շրջանառության միջազգային խոսույթի, որ դրանք հավասարազոր են։ Հա, խոսույթի շրջանառության մեջ եւ պետք չի զարմանալ, որ ասենք նույն ԵԽԽՎ-ում այս կամ այն падգամավորը կարող է խոսել դրա մասին կամ ընդհանրապես տարբեր ֆորմատներում թուրքալեզու, չգիտեմ, պետությունների գագաթնաժողովում Զանգեզուրի միջանցքը դա արդեն բանի մեջ է, ինչքան է դա ցավալի է, ասենք մեզ գիտեք Հայաստանում շատ են, չէ՞, կոչանում այդ խոսույթը, այդ նարատիվները չօգտագործել։ Հայաստանում կարող են չօգտագործել, բայց ընդհանուր առմամբ փաստը մնում է փաստ, որ արդեն իսկ միջազգային ասպարեզում այդ խոսույթն է դառրել դոմինանտ, այսինքն Ադրբեջանին դա էլ է հաջողվել։ Եթե նույնիսկ լավագույն դեպքում մեզ համար համարենք, որ այն ինչ որ ստորագրվել էր, դա ասենք իրականում իբր բան չի, Զանգեզուրի միջանցք չէ, հա, համարենք դա սուվերեն, այսպես ասենք, տրանզիտային ճանապարհ է, համարենք։ Չէ առանձնացված կամ։ Հա, բայց ամեն դեպքում աշխարհում ընկալվում է այդպես, ընդ որում ակնհայտ է, որ ոչ թե Ադրբեջանի տարածքի Զանգելան, չգիտեմ, դա ինչ էր ասում, չգիտեմ, Զանգելանը, չգիտեմ ինչի հետ է միացնում, այլ պատկերացնում են, որ Զանգեզուրի միջանցքը հենց այն է, ինչ որ ասում է Ալիևը կամ Էրդողանը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։